Սյանի առաջարկը 15-րդ հարցը դարձնել զեկուցվող քվեարկություն շնորհակալություն, նույնպես չի ընդունվել կարող եք խնդրել և ձեզ կտրամադրվի։ Հայտնում եմ ձեզ, որ օրակարգում ընդգրկված բոլոր մնացած հարցերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների կողմից տրվել են դրական եզրակացություններ և այն հարցերը հանած, որոնք որ նշեցի, առաջարկում եմ հաստատել օրակարգի նախագիծը քվեարկություն։ Շնորհակալություն, օրակարգը հաստատված է, հարգելի գործընկերներ, և առաջնահերթ քվեարկության են դրվում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը, արդեն իսկ իմ ասած փոփոխություններով։ Քվեարկություն, ձեր կներեք, պարոն Հակոբյան, ես դուք եք, դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք, քվեարկություն, դուք գիտեք։ Լավ, ժողովուրդ ջան, ասենք ամեն ինչը պատվով կարելի է ընդունել, էլի։ Նույնիկ ասենք չենք նախ ասեմ, որ չզեկուցվող հարցերը ընդունվեցին։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ այն այսպես ասած այն տորիչելյան դատարկության մեջ ձեր օրակարգի, որ բան չունեք ասելու, իրականում էլի, որ բան չունեք ասելու, խոսում եք ամբողջ լրատվականը լցված է այն մասին, որ նոր թանկացումներ են սպասվում, զարմացած մարդիկ ինձ գրում են, ասում են, ես ինչ նոր թանկացումներ է, ինչ է փոխվում, ասենք, երբ որ մեր տուրքերի վճարների լռություն, հարգելի գործընկերներ, ես իմ նիստը վարողի իրավունքից օգտվելով, իմ արտահերթ ելույթից օգտվելով, ասում եմ այն ինչը, որ ճիշտ եմ համարում, և հետևապես խնդրում եմ, այս տվայտանքների մեջ պետք չի ընկնել, նորմալ է ամեն ինչ։ Օրակարգի